Ինչ սարսափելի է, երբ որ տեսեք ձեր խոսքում էլ նշեցիք, երբ որ մարդ ուզում է քվե ստանալ ժողովրդից, բայց իր համար դժվար է ժողովրդի հետ հանդիպում ունենալը, այսպես առաջին դեմքով նույնիսկ շփվել ժողովրդի հետ, բայց ես խորհուրդ կտայի ինքը շփվի ժողովրդի մեջ ու տեսնի ժողովրդը իր մասին ինչ է մտածում։ Ես կարծում եմ, որ ինքը ամեն դեպքում դա էլ չի անի, եթե անի էլ այնպիսի մարդկանց են հավաքելու, որոնք որ իր հետ քիչ թե շատ համաձայնություն ունեն, որովհետև ժողովրդի ինչքան ինքը մասնակցի ընտրություններին, այդքան փոխելու է ժողովրդի կարծիքը դեպի իրեն, դեպի վատը, որովհետև ժողովուրդը իր ժամանակ ապրել է ու այդ ժողովուրդը գուցե նոր սերունդի մոտ ինքը կարողանա որոշ տպավորություն այսպես ուժեղ տղայի, ոնց որ ինքը միշտ ուզում է այդ իմիտացիան անել, բայց իրականում ուժեղ տղան միշտ թաքնված է եղել, տարբեր մարդկանց ետևից բանակցություններ վարել է տարբեր մարդկանց միջնորդությամբ, այսինքն չեմ հասկանում այստեղի ուժեղությունը, հա ուժեղությունը այն է, որ ավտորիտարիզմը Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր մակարդակին էր իր կառավարման տարիներին։